Տատիկ պապիկներն այլևս նիսյաներ չունեն խանութներում։ Ինչ փոխեցին տարիները Նիկոլ Փաշինյանի մտածողության մեջ պատգամավորական աթոռից մինչև վարչապետի գահ հասնելը։ Այդ տատիկ պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանց խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանց նիսյանները փակեն։ Այսօր արդեն նա այդ նույն տատիկ պապիկների համար չի ցանկանում ոչ 10,000-ով ավելացնել թոշակը, ոչ էլ 20,000-ով։ Մի դեպքում պատճառաբանում է. եթե մենք մարդու թոշակը ամիսը 10,000 դրամով բարձրացնենք, ինքն իր առողջապահական խնդիրները կարողանալու է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել։ Ոչ, չի կարողանալու։ Եթե մենք մարդու թոշակը ամիսը 12-10,000 դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները կարողանալու է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծի։ Ոչ, չի կարողանալու։ Մյուս դեպքում էլ, եթե 20,000 դրամով էլ բարձրացնենք թոշակը, թոշակառուի տունը չի տաքանա։ Եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու։ Ստացվում է, տատիկ պապիկներին թոշակը բարձրացնելու խոստումներ տալով իշխանություն եկած Փաշինյանը նույն կոտրած տաշտակի առաջ է թողել թոշակառուներին։ Թոշակները, նպաստները միանգամից 10,000 դրամով ավելացնում ենք։ Ծերը 36,000 դրամով նա չի կարող որ իր կարիքը հոգա։ Գրոշ են բարձրացնում, այդ գրոշները թող իրենց տան համար բարձրացնեն։